Իրանական կողմը բանակցություններին մասնակցելու համար 86 հոգանոց կազմով է ժամանել Իսլամաբադ։ Պատվիրակության կազմում են նաև փորձագետներ, անվտանգության աշխատակիցներ, լրագրողներ։ Պատվիրակությունը գլխավորում է Իրանի խորհրդանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, բանակցողների թվում են նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ղալիբաֆը սոցցանցի իր էջում այս թռիչքի ուղեկիցները գրությամբ լուսանկարներ է հրապարակել։ Իրանի պատվիրակության ինքնաթիռում դրված են եղել Մինաբի դպրոցում զոհված աշակերտների լուսանկարները։ Իրանի խորհրդանի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել ԱՄՆ Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհված 168 աշակերտների հիշատակին։ Իսլամաբադ ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած ամերիկյան պատվիրակության կազմում են հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանը թուլություն է զգում եւ կշարունակի ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, քանի դեռ նրանից զիջումներ չի կորզել։ Թրամփն ակնհայտորեն փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից եւ Իրանը զգում է նրա թուլությունը։ Նրանք կշարունակեն ճնշում գործադրել այնքան ժամանակ, մինչեւ չտեսնեն, թե որքան հեռու կարող են գնալ։ Ըստ փորձագետների Իսլամաբադում նախատեսված դեմ առ դեմ բանակցություններից առաջ իրանական կողմը կփորձի հասկանալ, թե ինչի կարող են հասնել ստիպելով Թրամփին զիջումների գնալ։ Իրանը գրեթե բոլոր խաղաքարտերը իր ձեռքում է պահում, նրանք շատ ուժեղ դիրքում են, փակելով Հորմուզի նեղուցը նրանք կարող են ապակայունացնել համաշխարհային տնտեսությունը։ Ճնշման լծակը չափազանց մեծ է, Դոնալդ Թրամփը չի կարող բարձրանալ էսկալացիայի սանդուղքով, Իրանը յուրաքանչյուր փուլում կարող է հաղթել նրան։ Բանակցային գործընթացի ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի իր ռազմական գործողությունները ավելի մեծ ինտենսիվությամբ, եթե խաղաղության համաձայնագիրը չկնքվի։ Երկուսն էլ փորձում են ուժի դիրքերից բանակցություններին մասնակցել, բայց հավանականությունը մեծ է, որ կգան որոշակի համաձայնություններ։ Ամեն դեպքում այդ համաձայնությունները լինեն են ժամանակավոր։ Բնականաբար ամերիկյան կողմն ավելի ուժեղ դիրքերից, այդտեղ որևէ խնդիր չկա։ Պետք է հասկանանք, Իրանում նավթատնտեսական իրավիճակը խայտառակված է։ Երկրորդ հերթին Իրանին տրամադրելու բանակցությունների գործիքակազմը ավելի շատ ամերիկացիների ձեռքում է։ 6 միլիարդ իրանք ապասառեցրեցին, բայց Իրանը բավականին լուրջ միջոցներ ունի սառեցված այս պայդրությամբ։ Առումով էլ գերակշռությունը ամերիկյան կողմին։ Իրանի խորհրդանի խոսնակն իր հերթին հայտնել է, որ Թեհրանը համապատասխանաբար կպատասխանի, եթե Վաշինգտոնը խաբի Իսլամաբադում կայանալիք բանակցությունների ժամանակ։ Առաջիկա բանակցություններում, եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի իրական համաձայնության եւ իրանցի ժողովրդի իրավունքները հարգի, նույնն անելու պատրաստակամություն նաեւ մենք կունենանք։ ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ Իրանում բնակչությունը զանգվածային հանրահավաքներով իր աջակցությունն է հայտնում երկրի իշխանություններին եւ զինված ուժերին։ Ըստ միջազգային լրատվամիջոցների, բազմաթիվ իրանցիներ թերհավատորեն են վերաբերում ԱՄՆ-ի Իրանի միջև ձեռք բերված համաձայնությանը եւ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել պետությանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։